Նաև հիշեցնեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով ունենք 9 ևս հաշտության համաձայնություններ, դրանց մասին բազմիցս առիթ ունեցել ենք խոսել։ Ընդամենը հավելեմ, թե ինչին է վերաբերում այս նոր հաշտությունը, դա 23 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումի մի մասն է, ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի եւ նրա կնոջ։ Բացի այդ, հիշեցնեմ, որ Աբովյան քաղաքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է վարույթ, որը 2025 թվականի նոյեմբերի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մենք մի փուլի ենք հասել, պարոն վարչապետ, երբ մեր քրեական վարույթները, որոնք ուղարկվում են դատարան, եւ ապօրինի ծագում ունեցող գույքով հաշտությունները կամ վճիռները արդեն կարծես թե նույն ժամանակահատվածում են կայացվում կամ դատարանների կողմից վարույթ ընդունվում։ Բացի այդ, մենք վերջերս մի վարժություն էինք արել ամփոփելու համար 2018-25 թվականների ընթացքում, թե Հայաստանի Հանրապետության ամրացվել եւ ինչ արժի այդ գույքը, հիշեցնեմ, խոսքը կադաստրային արժեքների մասին է կրկին լինելու, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական համայնքային շահերի պաշտպանության հայցերով եւ հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 23 թվականից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմով Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի եւ դրամական միջոցների հանրագումարը շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամ է կազմում, եթե դոլարային համարժեք փորձենք հաշվել, մոտ 773 միլիոն դոլարի մասին է խոսքը, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամը, շուրջ 504 միլիոն դոլարը ամրացվել է եւ վերադարձվել 2023-25 թվականների ընթացքում։